Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է եթերում, կասկածելի գեղեցկուհի հյուրերով, իմ թիմը այսօր մրցում է Բեսեդկայի դեմ Ռոբերտ։ Ամեն դուք տենց ամերիկա, ես չեմ։ Կամշոց նստած նայելուց լինեք մեր թիմին, այս սպասելուց լինեք։ Ես մտածում եմ գայլի մտ կպցնեմ կոտնի։ Լեկտիների թիմը մերը։ Ապեր։ Ես չեմ սպասում քեզնից այդպեսի բան։ Իմ համար դու շատ ռոմանտիկ Gentleman, պուպսիկ տղա ես, դու պուպսիկ ես։ Ես համար ես լոխ եմ։ Ուզում սիրով ներկայացնել իմ թիմին, ում հետ այսօր ես փորձելու եմ ջախջախել ձեր առաջին հայացքից բրուտալ թիմին, այնպես որ հիմա բարձր ծափարություններ սիրելի հանդիսատես, խնդրում եմ դիմավորեք գեղեցկուհի, տաղանդավոր դերասանուհի, թատրոն, սիթկոմ, կինո, բազմաժանր դերասանուհի Մարիամ Ալեքսանյան։ Եվ հիմա այդ նույն ճանապարհի սկզբում կանգնած նույն էնտուզիազմով դեպի այդ հայտնիությանն ու ֆոլովերներին ձգտող ապագա դերասանուհի Սեդա Հովհաննիսյան։ Սեդա, մենք քեզ սիրում ենք Սեդա։ Սեդա, մենք քեզ սիրելու ենք։ Այո, մենք քեզ սիրելու ենք։ Ներկայացնում իմ թիմի մասնակիցներին։ Իմ թիմի մասնակիցներին շոումեն, երգիչ Արտուր։ Ինքը շոումենական է, էլի։ Արտուր Մուսայելյան։ Լավ էր Արտուր ջան։ Այսօր շոու եւ երգ լինելու է։ Այո, եւ շոու եւ երգ։ Բայց ձայնը տեսիշ քիրքա ծորում քո ձայնը։ Հոռ լսեցիք։ Այո, լուրջ եմ ասում, ոսի ասմունքաս։ Բայց մի քիչ առաջ բեմի հետևում խոսում եք, տենց չէր խոսում։ Հոռ լուրջ եմ ասում, ստեղ լոգին։ Լավ ես Ռոբ ջան ասում։ Լավ ես Ռոբերտիկ ման։ Այո։ Ուշուշ են գալի, բայց ոչ ուշացա։ Չէ, ասմունք էր, լուրջ եմ ասում ես։ Այո, եւ ինձ լսա հա։ Հիմա մենք խոսենք։ Մյուս իմ մասնակիցը, գիտեք ինչ, շատ դրական կողմեր ունի։ Հա, բայց մեկը դու նշում։ Մեկը ես ասեմ։ Արա ինձ համար երգիչ եմ ես ուզում նրան ներկայացնեմ, որովհետև նրա ձայնը, նրա այդ ֆալցետային ձայնը, որով ես նրան կներկայացնեմ, Արամ Մելիքյան։ Ինչպես հաճախ նա ֆալցետային այդ վերին նոտաները վերցնում է։ Ապրես։ Ճիշտ է։ Այո, մենք այսօր սափր թիմ ենք, սափրագլուխներ ենք։ Անսափր ես գաց։ Իսկ հիմա հատուկ հրավիրում ենք դեպի Ռուսաստանի MTS և T2 բջջային ցանցեր առավել հաճախ զանգարող Viva-ի բաժանորդների ուշադրությունը։ Եթե դեռևս չգիտեք մեր գործընկերոջ X հետվճարային սակագնային պլանով դուք ունեք 3000 րոպե դեպի MTS Ռուսաստան, T2, ինչպես նաև դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան զանգարելու համար, իսկ 3000 րոպեն սպառելու դեպքում ստացեք եւս 10000 րոպե ցանցի ներսում խոսելու համար։ Այսինքն չէ որ սպառեցիր վերջ 10000 էլ կա, ոնց որ ավելի շատ քան կար։ Բայց ցանցի ներսում։ Լավ բան է դա։ Viva-ի X հետվճարայինի շրջանակում նաև ունեք 50 GB ինտերնետ, ինչպես նաև ձեր ամենից սիրելի հավելվածներից առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու օգտվելու հնարավորություն։ Բնականաբար X հետվճարային պլանի առավելությունները այսքանով չեն սահմանափակվում, ավելին իմանալու համար այցելեք 3w.viva.am։ Շատ լավ։ Դինի մեկից կարդամ հասկացա։ Դու Viva-ի բաժանորդ ես։ Խնդրում եմ, Viva մի հատ կմոտենաս գրուլիկ։ Պրոմոկոդով գրուլիկ։ Գրուլիկ պրոմոկոդով։ Գնունիկ ես ասում, հասցեն սխալ ես ասում։ Ես հիմա ուզում ներկայացնել առաջին փուլի կանոնները։ Մենք մեր թիմով անգիր գիտենք ոնց որ, բայց զուտ ձեր թիմի համար, որ իմանաք ինչ է խաղում եւ ոնց։ Մասնակիցներն իրենց արժեվ դրված թերթիկից կարդում են պատմություն, թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք դրանց հետ պատահել է կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի եւ նրանք այն կարդում են առաջին անգամ, անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է ներկայացնի իբրև իրականություն այդ պատմությունը, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձելու է պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե ոչ իրական է, թե հորինված։ Յուրաքանչյուր ճիշտ
պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր, սխալ պատասխանի համար ոչ ոք ոչինչ չի վաստակում, միավորները մնում են 0։ Այո, շատ կարևոր է սա առաջի փուլը, քանի որ YouTube-ով հաճախ, երևի TV-ով է դիտելուց արած մարդիկ առաջ քեչափ են տալիս, բայց կարևոր է։ Օրինակ գիտեք ոնց են առաջ տալիս, ելի մի հատ է կարթ արեք առաջ տամ։ Մասնակիցներ, դե սկսեցինք, սկսում է արդ։ Իրոք այս սենց է, իհարկե։ Սենց է իհարկե լինում, բայց դա կարևոր է, պետք է լսել։ Սկսում ենք ձեզանից պարոն Արամո։ Ամեն առավոտ կարևոր այդ էլի։ Ամեն առավոտ, տակ, մտածենք։ 1 րոպե հայելու դիմաց կանգնում եմ եւ ինքս ինձ կոմպլիմենտներ եմ անում։ Ես ուզում եմ հիմա մի հատ Google անես նարցիս։ Այսօր առավոտ ինչ կոմպլիմենտներ ես արել, այսօր առավոտ հարմը։ Այսօր առավոտյան արթնացա, հայելու առջև կանգնեցի, ասեցի։ Ես հարց կարող եմ, իսկ դուք Գյորգյանց կոմպլիմենտները լսեմ։ կոմպլիմենտը կարևոր է, կանգնում եք հագուստով թե մերկլով։ Այսօր հագուստով էի։ Լավ։ Այսօր հագուստով եք, արտանում եք, գնում եք հագուստով կանգնում եք եւ մազերից ձեռ տվեցի, ասեցի դու ինչ կյանք ես։ Էդի քեզ մի վարքյան, հետո 59 վարքյան։ Այդքան տևեց, այսօր կարճ է։ Հա, բայց ամեն առավոտ 1 րոպեն հիշում եք, չէ՞։ Այդ նայեք, 1 կարևոր րոպե process է գնում, մենք կանգնում ենք, մինչև դիրքավորվում եմ։ Մատեն ուզած պոզան են։ Սիրուն դիրքս գտնում եմ հայելու առաջ։ Մարիամը շատ վախենալու բան է ասում։ Վախենալու բան ասում։ Ինքը իրան կասի դու կյանքես։ Հա, ինքը տենց տեսակ է, հա։ Հա, տենց։ Հա, բարձր ես ասում։ Հա, ես նենց որ ես լսեմ, այլեմ ասեց, ես ուզում եմ որ լսեմ։ Հա, կարող է այդտեղ չնես, խոհանոցում լինես, լսես, հա։ Կարող որ լսեմ։ Քնած, կարող քնած լինի։ Բայց ես ուզում եմ հասկանամ ինչից հետո ես սկսել Հա, քեզ։ որ դեպքից։ Այդ էլա դիպուկ հարց, ճիշտ ասած, ինչ որ ժամանակ եղավ, երբ որ արդեն ներքին կոմպլեքս էր արտահայտվել, որ մարդիկ ինչ չէին նկատում, ես որոշեցի, ես ինքսից նկատում։ Չէին նկատում, թե չէին սիրում։ Չէին նկատում։ Ես նկատված չեմ եղել ինչ որ ժամանակ։ Չեմ հավատում։ Ոնց է։ Ժամանակ եղել է։ Չէ, լավ լուրջ եմ ասում, եղել է ժամանակ, որ ուր գալիս ես, մենք էլ գնաց տեղից, է։ Գնաց տեղից, այդ հաղորդում բարը։ Գալիս բարոմեր ես, չեք կարողանում Ես չնկատված էի։ Հա, եւ այդ ընթացքում, երբ որ տենց անտեսվածության կոմպլեքս էր ձևավորվում, դու սկսեցիր դա փարատել ինքդ քեզ կոմպլիմենտ անել Հակա կոռուպցիոն աշխատանքի շնորհիվ մենք սկսեցինք զբաղվել մեզնով։ Մարդիկ հիմնականում իրենց առավոտ օրինակ վերջերս ես օրինակ։ Այդ բոլորս հետաքրքիր։ Հա, ես սկսում շնորհակալությամբ։ Ինքդ քեզ նայում ես Հա, հայլուն, ինքս չէ, ընդհանրապես շնորհակալությամբ։ Բայց նայում ես Ոչ հայլուն։ օռոչինը ինձ տեսնեմ հայլու մեջ, ասեմ դու կյանք Բայց ես, ո՞նց մար ես վերջն ես դու շնորհակալությամբ։ մար։ Ես շնորհակալ մերսի շատ։ Այսինքն դու մտածում ես դու վերջը չես։ Չէ, երբ ես ասում։ Այդվան հենց աչքերս բացեց, ես գիտեմ։ Հա, բայց օրինակ ես աղջիկ եմ, չէ՞։ Ես կյանքում ինձ այդքան կոմպլիմենտ չեմ անում։ Եթե ամեն առավոտ մտածեմ։ Մարիամ ջան, դուք չունեք պակաս, Արամը ուներ պակաս։ Ու դու շատ դիպուկ ես ու նրբանկատ։ Արամ այսօր առավոտյան ինքն իրեն կյանք անվանել է բարձրաձայն եւ օրեր առաջ անվանել, բայց դու ինչ ֆանտաստիկ կերպար ես իրեն անվանել է եւ ամեն օր տենց մոտապես մի րոպե։ Իմ ներքին զգացողությունը ասում է, որ այո, դա իր մշտական ռիտուալն է։ Շատ բարի, օքեյ, շնորհակալություն։ Ես մի քիչ դժվարանում եմ հավատալ, որովհետև մերակ այդ երկու բառից բացի ուրիշ բաներ եթե ասեր կհավատայի։ Բայց դու չեք հարցրել, ասում չեմ հիշում։ Հարցրել ենք։ Բերան։ Լավ ու շատ է շատ։ Հարցրել ենք։ Այ վեզակաբարձերը ուշ ասած, դա ինչ ասում եմ, ինչ անում եմ մնում է այդտեղ ու հետո մոռացվում է։ Այո, այո։ Մեզ դա ինչ, մենք չենք կարողանում ոչ իմանից կախվել, հիմա ասա։ Չեմ հավատում։ Դու հավատում ես, դու չես հավատում։ Ես ավելի շատ ոնց որ չհավատալու թեքումով եմ հիմա փորձում ավարտել այս ստի դպրոցը։ Որի լավն ես դու գանձ։ Հա, դուք մենակ ճիշտ դուրս եկեք։ Լավն ես։ Լավ ձևակերպումներ ես տալիս, աճել ես մի այլ գայթի դրես։ Շնորհակալություն։ Հաղորդման շրջանակներում։ Ապրես Ռոբես։ Սիրում եմ։ Արմ ենք լավ couple ենք, բայց ճիշտ է, couple-ի դիմաց գալի է ուրիշ բառ դնել խայտարակ լինենք։ Couple։ Ես Սեդայի կարծիքն եմ կիսում, մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Անհնար է Արամ Մելիքյանը ունենա ուշադրության պակաս եւ դրանից էլ բխի իր սեփական անձի նկատմամբ իր գովքերը ամեն առավոտ տենց չի լինում։ Հայ, խնդրում եմ։ Սուտ է։ Սուտ է։ Արամ ջան, մատ sister էլի։ Ահա։ Սուտ է, այս պատմությունը սուտ է, այո։ Ամբողջ չեմ կանգնեմ հայլու դեմ։
Արամ ջան, կներես, այո, դու ապուշ ես, համաձայն եմ, բայց ապուշ ես, որ վատ պատմեցիր։ Կարող էի լավ պատմել եւ մոլորեցնել։ Այո, խաղի կանոնները ոնց որ անակնկալի եք այն ինչ որ ես տար։ Այս հաղորդման ֆորմատը դա է, եղբայր։ Սա նայ մերոնք ոնց են խզարում։ Որը մերես անակնկալի։ Լավներ։ Սեց սկսի։ Այո։ Մեկ միավոր։ Մեկ միավոր ես գալիս եմ։ Ռոբին ուղարկեցիր։ Նստած էր իր համար։ Շատ քիչ մարդ կա որ Ռոբին ուղարկում է այստեղ բացի ինձնից։ Գարիկ ջան, չհավատացի իմ պատմությանը։ Դու ինքը չհավատացիր քո պատմությանը, դա էր քո առաջին եւ ձեր թիմի առաջին, բայց ոչ վերջին սխալը։ Ըհն, Գարիկ ջան։ Հա, ցավտան նորմալ։ Գարիկ ջան։ Տղայա։ Գարիկ ջան։ Այո։ Իսկ հիմա հաջորդ պատմությունը պատում է Սեդա Քույրիկը։ Սեդա Հովանեսյանը։ Սեդա հարսիկը։ Ես երկար ժամանակ օգնել եմ մի կնոջ չշփոթել իր սիրեկաններին մեկը մյուսի հետ։ Օ, օգնել եմ մի կնոջ։ Կայֆ process է եղել։ Ինքը լավ, իհարկե, սիրականներին որպես շփոթի։ Ով է այդ կինը, ձեր ինչ բարեկամն է։ Բարեկամ չէր, նա մի կին էր, ում հետ ես համատեղությամբ ապրում էի։ Այդ շրջանակներում է եղել։ Ով Վարչով էիք ապրում։ Այո։ Դուք երկուսը Այսօր Ռոբերտ ջան, այսօր ապրում եմ Վարչով։ Շշփոթել սիրեկաններին։ Այո։ Այսինքն որ այս ինչ, էսի չի սիրում պաչել։ Էսի ինչի թող վեր կանա վրայից։ Ես մի հատ հարց ունեմ, ինչ ասել չշփոթել սիրեկանների գաղափարը։ Ապա դե տարծրեք, ես էլ եմ ասում։ Արցնում եմ։ Ինչ ասել դա, էլի։ Նրանք Քանի սիրեկան ուներ, կներես, ես չեմ կարող։ ուներ երկուսը, սկզբնական փուլում։ Առաջին շաբաթ։ Եվ նրանց պարզապես անունները նմանություն ունեին եւ նա Մենք ուզում ենք տեսնել անունները ինչով էին նման։ Արմեն, Այո, Արմեն Արման։ Դուրջ գուշակեցի։ Ոչ իրականում Վահան եւ Վահագ։ Վահան եւ Վահագ, հա։ Այո։ Սեդա ջան, Խնդրեմ հարցեր, անուններն էր հարցեր։ շփոթում, թե Այո, անունները շփոթում էր, ըստ այդմ չգիտեր ոնց որ ում հետ ոնց պետք է։ Բայց ինչ էր քո ներկայությամբ շփոթում։ Միասին էինք ապրում Գարիկ։ Իսկ ձայները լսվում էին։ Իսկ ում ձայներն են ավելի կրկոտ, Վահանի թե Վահագի։ Դա մի քիչ անձնական է, չեմ կարող։ Չունց անձնական է, թեման բացվել է, ստանել եմ կներես։ Մինչև վերջ պետք է գնալ։ Բայց խնդրում եմ ասա Վահագի ձայների, Վահագի ժամանակ էր քո հարևանուհին ավելի Ոչ Վահանի։ Վահանի ժամանակ էր։ Իսկ Վահանը սևամորթ էր։ Ոչ, նորմալ ծորենամորթ երիտասարդ։ Ծորենամորթ։ Սյունար համեմատությունը։ Տարիքով էլ իսկ որ ասի կին ինքը։ Այո, այո։ Քանի տարեկան։ 50-ից 60-ի մեջ Որտե՞ղ հալել է որ 60 տարեկանում երկու սիրեկան ունի։ Բրավո։ Ես էդի հավես է։ Դուք պատկերացնում եք էդի լիբիդո է։ Պա լիբիդոյի level 60 տարեկանում հասկանում եք այդ կնոջ։ Հիմա անկեղծ ասում եմ եւ միանգամից մենք որոշումը կայացնենք։ Ինձ համար ամենատարօրինակ է այս պատմության մեջ ոչ թե որ ինքը խառնում էր սիրեկաններին, այլ դու որ հանդուրժում էիր, որ այդ տունը դառնա սիրեկանների որջը։ Իրոք դա ինձ համար տարօրինակ է, որ քո քթի տակ դու այնտեղ ես լինում եւ նրանք այնտեղ վկրտվում էին։ Արտուր ջան, ինչ ես կարծում։ ես կարծում եմ այն որ ինքը եւ չի ուզեց այդ իրավիճակը լինի, բայց օգնելա, չէ՞, ինձ օգնելա որ։ Ինչ ես կարծում, ճիշտ է թե ոչ։ Սուտ է։ Սուտ է։ Այո։ Սուտ է։ Ոչ հորը ոչ որն է սիրում։ Սիրում է նա միայն։ Սուտ է։ Աթոռը։ Աթոռն է սիրում եւ դրան տիրում։ Հենց չի։ Այո։ Դու ինչ ես Ես կարծում։ ինչ տեսա, օրինակ Չէ, ինչ տեսար չէ։ Խնդրում եմ, չէ։ Պատկերացա բայինքը ինչ էր տեսել։ Մեկ վայրկյան շատ կարևոր է։ Սա մոնտաժելու եմ։ Ոչինչ, թողորտը լսի, բայց չեմ հավատում։ Քուաշ։ Մի խոսքով Արամը եւ Արտուրը չեն հավատում, իսկ ես հավատում եմ։ Հավատա որտեվ դու էլ այդպես կանես։ Ես իհարկե հավատում եմ այս պատմությանը, որովհետեւ Ռոբը կլիներ համ սիրեկանը, համ այդ կինը, համ դու։ Բոլորի տեղում կարող Սաղոք ես հավատում եմ, այս պատմությունը ճիշտ է, որտեղ նրա աչքերը գիտես ինչ, փայլատակում էին, այդ օրերի, այդ օրերը։ Ուրիշ։ Okay. Մենք չենք հավատում։ Ես հավատում եմ, բայց քանի որ իմ թիմակիցները չեն հավատում, մենք ասում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Նա Վահագի խաթր էլի ես։ Հաղթանակը Վահագին ենք նվիրում։ Իսկ այս պատմությունը սիրելի հայրենակիցներ։ Մենակ չասեք ճիշտ է։ Ես վստահ եի, բայց
Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում, հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտեր եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենք ընտրեն իրենց նվերը։ Բրավո։ Իսկ հիմա լսենք Ռոբի պատմությունը։ Կարծում եմ ոչ պակաս պատմություն։ Կարծում եմ ոչ Ես սիրում եմ ջուր խմել տարօրինակ ձևերով։ Այսինքն ֆրթացնելով, բան թե ականջով։ լողանալու Ես օրինակ։ դացարեք տժալ ինձ վրա, կփորձեմ։ Ես դացարեք տժալ ինձ վրա, փորձեմ բացատրել։ Քթով։ Չէ, գիտեք ինչ, տարօրինակ չէ, տարօրինակ տարաներով։ Ես բաժակով չեմ խոմ ջուր։ Նու պարզա հիմա նկարահանման հրապարակ է եւ օգտվում եմ մեր գործընկերոջ Viva-ի բաժակներից։ Հա, բայց երբ որ չի լինում մեր Բայց տան պայմաններում է, տան պայմաններում։ Դուք իմանաս տան պայմաններում, չես նկատի։ Տան պայմաններում կարծում եմ բաժակ Ես չունեն, հա։ տեսել եմ իրանց տանը, անկեսնում, Դա ես երկու չեմ բաժակ ա եղել, ինքը Ուրեմն միշտ չի այ, տարբերում չէ։ որն է որը։ Ես բացատրեմ։ Ուրեմն առաջին տարօրինակ ջուր խմելը, եթե բաժակով եմ խմում, պետք է բաժակը լինի անպայման թափանցիկ։ Բայց դա թափանցիկ չէր։ Չէ, սա չէ։ Որ Տանը։ ջրի մաքրությունը կամ բաժակի մաքրությունը տեսնես, բա։ Բանավորին կարելի է։ Այո, գործընկերը սուրբ է, Ուրեմն այ, գործընկերը ինչ ուզում է բերի։ տեսեք։ Ես խմում եմ, պատմեմ իրականում։ Ճիճուները տեսնի, էլի։ բաժակ։ Չէ, ես սկսում եմ թափանցիկ բաժակից, հետո կարող եմ հերթով թվարկել։ Ահա, հերթով, թվարկել։ Միակ դեպքն է, որ ոչ ուրիշ տարայով եմ խմում եմ բաժակով, միայն եթե թափանցիկ է բաժակը։ Ինչու՞։ Ես սիրում եմ, որ թափանցիկ բաժակով խմում եմ ու հայլու դիմաց եմ անպայման խմում, որ հայլու մեջից ես թափանցիկ բաժակով բերանս տեսնեմ ոնց է ջուրը լցվում։ Դուք փորձեք։ Կընտրում եմ թափանցիկ բաժակով նայեք։ Հայլու միջից դու քո ատամները ու բերանը տեսնում ես Բայց ջուրը ի՞նչ է դա քեզ տալի։ Ինչ։ Գեղագիտական հաճույք ես տանում։ Հաճելի է ինձ, հաճելի է, միայն թափանցիկով եմ խմում, որ դուք ռատ փորձեք, խնդրում եմ, սա լայվ խաղ է, դուք էլ եք անում, ասեք ինչ կայֆ է ատա։ Իսկ եղել է որ գնաս Էժան մոթելներ, որ հայլիները սենց վերևն է, պարկացես, խմես վերևից նայես։ Պարկած խմեմ, չէ։ Վերևից նայես։ Գլանները։ Եթե բաժակով է, անպայման թափանցիկ եւ հայլու դիմաց։ Իսկ եթե կոշիկով։ Կոշիկով դե չէ, ես նայես տարաներ, որոնք ջրի համար են նախատեսված։ Շերեփով։ Բայց շերեփը թափանցիկ չի լինում։ Չէ, ասեցի, Չէ, եթե ինքը ասում է, այլես նայ։ Կեղտես մանգալիս։ Սեդա ջան, դու չէ կեղտես։ Սա ինքի վրա կեղտ կգտնի կասի։ Շերեփով, կացա, շերեփ, կացա, թեյի հատուկ ընդ սարքեր կա, թեյի, որ ասենք պրես ես անում, թեյը հավաքվում է, այ դրանով եմ շատ սիրում խմեմ։ Ջուր։ Իսկ բանկայով։ Օրա բանկայով ես քո ցավը տանեմ 100%, 1 լիտրանոց, 1 լիտրանոց, ապակե բանկայով ու եթե նկատել եք համեղա, ապրես ջուրը ավելի համեղա։ Հավես ասում, բայց էդի հայլու դեմը լրիվ սպանում է, չէ՞։ Մինչև ստամոքս կարաս տեսնես։ Թեյնիկը, սովետական թեյնիկներով Փորձել եք երկաթի։ թեյնիկով։ Իհարկե թեյնիկի այդ բանից։ Հա։ Նա հավեսի ակսուս։ Բայց ծիծաղում եք լուրջ եմ ասում։ Որ խնդրում եմ այս հաղորդումից հետո նույնիսկ YouTube-յան մեկնաբանությունում գրեք, քանի հոգի փորձեց հայլու դիմաց թափանցիկ բաժակով խմել եւ տեսնել թե ինչպես է ջուրը ընկղմվում կերակրա փողոյ դեպի ստամոքսոյի։ Բայց ես մենակ խանգարում եմ ինֆոն, որ ինքը օգտագործում է տարաներ, որոնք ջրի համար են այսպես թե այնպես գոնե մի քիչ նախատեսված։ Այլ ոչ թե այնպեսի բաներ, որոնք հետո այս մեքենայի դուռը բացել լցնել ասել։ Չէ, դե Բայ համար իսկական տարօրինակ է դա, դու սուտի տարօրինակ ես, ֆեյք տարօրինակ ես։ Դե չէ, անհնար է դա, իրոք անհնար է։ Պսևդո։ Իսկ բուրը մտնում է։ Բուրը մտնում է, բռով խմում Բռով շատ է։ եմ սիրում, ինքը բուրը, բայց։ Ասիրում ես բռով, բռով ես։ Բայց բուրը թափանցիկ չի է։ Կապելա թափանցիկ եւ բաժակը միայն Ֆիքսվել է թափանցիկի վրա։ Տարօրինակ։ Բայց տարօրինակը թափանցիկ չի։ Դե այդ նորմալ է, ես տենց խմում։ Ախր դա նորմալ է, ես դա տենց խմում եմ։ Թափանցիկն է նորմալ։ Ահա, կնշես մեկ էլ տարանից ասիր կացա, այսինքն ասես Կացա չէ։ Հա, դες մեծ կացա։ Կացա վերջպես ես մի բան ոնց ծորակտակ պահում ես, դու մեր։ Ուշադի։
Դե բայց ուշադրին Ոչ չեմ չի ասում։ երևում։ Բայց կացեմ դու դեպքս։ Չէ, մութ է։ Չէ, ուրեմն լսի, մեծ կացայի դեպքում եմ ասում, ուշադիր։ Ուշադրություն մեծ կացայի դեպքում ամենահամեղ, ամենահաճելին գիտես որն է, որ դու մեծ կացայի մեջ ամբողջությամբ ջուր ես լցնում, այո, ու վրայից այսպես վրայից կրացած խոմ ես, ոչ թե բարձրացնում։ Սեջանից սա տարօրինակ է։ Ոչ, ես տենց անում եի։ Անում ես տենց։ Սենց մեծ Հաշվի առնելով։ Կացա ունեք ու սենց գլուխը մտցնում Գլուխդ եք։ մտցնում ես, չէ՞ ասա մեջ։ Այ ես մի Օրա սենց խոմ ես որ կողքից մեկը կուպը ֆրում կծում ես։ Հա։ Սմբակներով խփում ես։ Ինչ է կարծում Ռոբի այս պատմությունը, որ նա ավելի տարօրինակ ջրի հետ կապվող տարաները նախընտրում է բաժակի փոխարեն, ճիշտ է թե ոչ։ Չգիտեմ, ինձ համար Ռոբն ու տարօրինակությունը դրանք իրար հոմանիշ բառեր են։ Քույր քաղաքներ։ Քույր քաղաքներ։ Ես իհարկե քեզ այդքան շատ լավ չեմ ճանաչում, բայց ինչքանով որ։ Okay։ Դե չգիտեմ, սա դու պատասխանի Ես կարծում եմ ճիշտ է, քանի որ սա տարօրինակ պատմություն չի, սա մեր առօրյա կյանքն է, Ռոբերտ ջան։ Բրավո։ Բրավո Սուզա, Սատանին բրավո։ զարմացնում է գնալով։ Գնալու զատմասում։ Մնալով։ Ես հավատում եմ։ Հավատում եք։ Սա հավատում ես շատ բարի։ Ես էլ ավելի շատ հավատում եմ։ Okay։ Ավելի շատ հավատում ես։ Ես ավելի քիչ եմ հավատում, բայց իմ թիմը ասում է որ այս պատմությունը ճիշտ է Ռոբ ջան։ Հիմա դու մտածի այդ վատա թե լավ է։ Բնա վաճի, ես չեմ ամաչում։ Ասում ենք որ այս պատմությունը ճիշտ է։ Ես նույնիսկ կբացեմ ֆեդերացիա ջուր խմելու։ Ուզում եմ բացել։ Բայց Այնց հավես չունեմ բացեմ, բայց ես պատմությունը ճիշտ է։ Ինչքան ավելի եսիմ ինչ, այնքան ավելի շատ են հավատում։ Ես կգրեմ, այո, խնդրում եմ փորձեք ցանկացած վերը նշված ձևով ջուր խմելը հաճելի է։ Ես խիա Խմի այդ ջուրը։ Դպրոց, հա։ Բայց այդ սպունգից կարելի խմեիր, առիթ է, Ժողովուրդ, դրանից ո՞վ է խմի։ թռչել։ Որ խմես, էտա դրա համար է։ Աբացուցի։ Ժողովուրդ, ով է թռչել բարձիկը։ աղա տեղա թրջվել։ Հիմա որ իմանաս մի հատ պուճուր երեխա թռչե։ Ինչ կանես։ Թռչել հասկացա։ Լավ, դու այսքան ժամանակ իր հետ շփվում ես, չգիտես։ Ես իսկապես չեմ տեսել իրան ջուր խմելու։ Գարիկ ջան, դուք եք ծանոթացնում ձեր պատմության հետ։ Սիրով։ Ես ամեն անգամ գիտարիոն ներկայացումից հետո ականջս դնում եմ դռանը, որպեսզի լսեմ մարդիկ իմ մասին ինչ են խոսում։ Դռանը, այսինքն որ դռան, դահլիճում։ Դահլիճի դռանը։ Ոնց որ Ոչ, դահլիճում, եթե մի 300 հոգի մարդ է, չէ, դա ինչ դահլիճի Բա դռանը։ ինչ դռան։ Միտեղ որտեղից մարդիկ անցնում են, որտեղ ես կարամ լսեմ ինչ են խոսում ներկայացումից հետո։ Ինչ որ օրինակ բեմից հեռացա, գնում եմ այնպեսի մի տեղ եմ գտնում, որտեղ իմ ականջը պատը եւ մարդիկ մաքսիմալ մոտ դիստանցիայի վրա են, որ կարողանամ ըմբռնել Իսկ ինչեր են հետ լսել, ինչեր ես լսել վատերը ասա։ Վատերը վատ բան չեմ Որտեղ դա է, լսել։ ինքը այտենց կոնֆլիկտային պատմություններ են ծիծաղել, որտեղ լավը բոլորս գիտենք, որ տաղանդավոր ջահել է։ Դու ասա Այո, վատերից մեկը է, ասի տաղանդավոր ջահել է։ Չէ, բայց դու Լսի, բայց Այդ Ռոբն է եղել։ Բայց ես հիմա ուզում եմ վատ բան հորին եմ ասեմ, բայց չի եղել վատ բան, ես ինչ Այ լավ ինչեր են ասում, լավ, Գարիկին շատ են սիրում։ Հիմնականում տարբեր դուս են գալի իրանց գործերով, արես իխեր զանգում ամբողջ ընթացքում, ասեցի հեսա հետ կզանգեմ։ Վա երեխեն չի քնե, հեսա հասնում ենք բան։ Իսկ քո մասին ինչ ես լսել չէ՞ Լավ ասում։ բաներ են ասել, հիմա մի քիչ անհամեստություն չասեմ, բայց ասում են որ էլի կգանք անպայման, եթե դրսից հյուր ունենայինք իրան էլ կբերենք, այս մի անգամով քիչ է, անպայման երկրորդ անգամ էլ կգանք, երկրորդ անգամ եկածները ասում են երրորդ անգամները ասում են երրորդը շատ է ինձ թվում։ Երկրորդը դե բավարարվեի։ Իսկ եղելա դու որ զգաս նրանք արդեն գիտեն որ դու լսում ես, արդեն պատի մոտիկից լմա տատագրեցի։ Լավ համերգեր, լավներ, դու եկավ։ Էս ինչ լավ տղա է Գարիկը։ Չէ, բայց եղելա որ սենց լռություն է եղել, մի բան ինձ թվացել է թե նկատել են որ դրան հետևն եմ, ոնց որ սենց գնացել եմ շուտ հետ նստել եմ որ մի ամիտ բացեն, բարձվի սենց նստած եմ։ Բայց քեզ այդ մոնիտորինգը եւ խորհում եմ։ Այս մոնիտորինգը քեզ ինչ է տալիս։ Ես մտածեցի սկզբից որ կարողա իրանք ինձ հուշեն որ պահերի վրա կարելի ավելի աշխատել եւ ձևափոխել։ Շեշտեն։ Այդ ինչ վարքյանական պտի այտենց թույն խորհուրդ է որ դու տարիների փորձ ունես չգիտես։ Հələ պատկերացնում ես այդ անցնելու ընթացքում, բայց լավ իդեա ունենք։ Եթե այդքանն է լսելու։ Չէ, բայց կարող է շատ լավ իդեա ունենք Գարիկյանը։ Գնաց։ Չէ, կարող ենք սենց օրինակ, բայց սկիզբը թույլ էր օրինակ, սենց մի բան ասես, ասեմ, ո՞վ պետք է սկզբի վրա աշխատեմ։ Խնդրում եմ, այդ իրավիճակը, արի հիմա ավելի սարդ պատկերացնենք։
2 ժամ տանջվել է ոտքի վրա կանգնած, քրտնած, ասես գրիմով, գիտարը հանել արա, հոգնած, գալիս ասես չփ դնում է, ասես մեռած, որ Մի երկու կա։ Միրապելի։ Իմ համար էս ավելի խնդալու կլի, որ ճիշտ լինի այդ Արա դե պատը։ ո՞ց կարա ճիշտ լինի։ Արա սենց ասեմ չի կարա ճիշտ լինի։ Ասեմ ավելի ծիծաղելի կլի, որ մենք սաղացածենք չէ ու դա ճիշտ լինի։ Դե շատ չէ, ծիծաղելի չէ, բացի ծիծաղելից դա կլինի Աբսուրդ։ Արա շատ Բայց մանր ոնց բացատրեմ։ Օրինակ հիմա ոնց է որ կասկածելի երեկոյից նկարումից հետո ոնց որ սենց մի պահ գնում է օրինակ դուր դնենք ու դու մի պահ տարբերակ ունես լսելու թե նրանք ճանապարհին ինչ են խոսում հետաքրքիր չի Հորնեք ես մի անգամ շատ վատ բան Գարիկի մասին, հա։ Գարիկ տարբերակ որևէ միտեղ ականջը դներ ու լսեր մարդիկ հանդիսատեսը դուրս գալուց ինչ են ասում ես Ռոբին շտապը գեդե այդ օրինակ լսելու ոնց կուզեր ես օրինակ ամեն ինչ կտամ որ ես այդ անկեղծ կարծիքը Բայց իմ ներկայացման ժամանակ եմ վատ բան ասացա Գարիկի մասին։ Ես ավելի շատ վատի համար չեմ դնում, կուզեմ վատ չասեն, որ չներվեմ Կողին չու գաղափար են տալիս, որ դա Չէ, ուզում եմ լավ բաներ լսեմ, ջերմանամ։ Լավ, հասկացանք, Գարիկ ջան, հասկացանք, սենց ասեմ, արագ ասենք, էլի։ Ես չեմ Չես հավատում արտս։ Ես էլ չեմ հավատում, սա ինքնաբավ մարդ է։ Ինքնաբավ ուրիշի կարծիքը ընդհանրապես հաշվի չառնող։ Մենք չենք հավատում, դու եթե սենց բան անում ես, դու պարապ ստոր մարդ ես։ Սուտ է։ Չեմ բացելու։ Մի բացի, դու ոչ մեկը չբացեք, որ երկուսով եմ մի քաշեք։ Սուտ է։ Ականջս դնում եմ դռանը եւ լսում։ Դու դեմ ասում սա ավելի տարօրինակ էր, քան ինչ-որ շերեփով ջուր խմելը, բայց ինչև է իմ ցնդո աղբեր։ Այ մամա շատ կարևոր է։ Լավն էր, բայց իրոք տեսեք արտիստ է, հանրաճանաչ արտիստ է, բայց էլի կարիքը ունի գուրգուրանքի կարիքը ունի։ Ասա։ Ջերմ խոսք է, բայց adekvat բան կա դրան։ Դե կա իհարկե, սա հոթելուն։ Հիմա պետք է սովորենք միասին նոր բառ։ Ես ուզում եմ Սալինի գործընկերների մասին հիշատակում եւ դաս որպես նոր բառ ենք սովորում։ Պատրաստ եք։ Այտո։ Այտո։ Արտուր ջան, կարելի է։ Այո։ Այտո։ Սա հենց Huawei ընկերության կողմից ստեղծած խելացի լյուքս բրենդ է։ Արդեն պաշտոնապես Հայաստանում մեր գործընկեր Royal Automotive Group-ի կողմից։ Այս մեքենան։ Ուրեմն Այտոն Չինաստանում դարձել է լյուքս դասի ամենավաճառվող ամենագնացը։ Ժողովուրդ ջան, նրանց flagship մոդելը Այտո 9 բառացիորեն ռեկորդակիր է։ Նա կոտրում է բոլոր պատնեշները եւ Հայաստանում միայն չքշես պատնեշների։ Այո, եւ Հայաստանում միայն նրանք արդեն վաճառել են 190,000 օրինակ pre-order-ով մեքենա։ Լուրջ ես իմը։ Բնակչություն են Հայաստանում 190,000 մեքենա են վաճառել։ Մտ ասա։ Նախավաճառ լյուքս մեքենա է, տենց 190 նախավաճառ կա եղել այս մեքենան, ուրեմն դու կարող ես 190,000 190,000 այ մի հատ եմ կրկնում 190,000 այս երկու հատը հետը ու ոչ ես ոչ դու դրա մեջ երկու հատը ոչ ես ոչ դու դրա մեջ չկանք մենք պետք է այտո շարժիչի շնորհիվ կարողանում ես հիբրիդային շարժիչի շնորհիվ կարողանում ես 1400 կիլոմետր գնաս ու պատկերացնում ես Հայաստանի տարածքից ինչքան հեռու կարող ես գնալ ու հետ գալ ես պատկերացնում դու որ մենակ աշխատանքից տուն ես գնում ու գալիս կաս 8 տարի 8 տարի այո ես կալի որ մեր տաղավարն այո 8 տարի գնամ կամ իսկ դրա համար ինչ է պետք անել գնել անպայման մեր գործընկերոջից որը գտնվում է Երևան Սևան Մայրուղու սկզբնամասում նորաբաց սրահը Այտո ընկերություն շքեղություն որը մտածում է քո փոխարեն գնիր նրանից ստացիր 4 տարվա պաշտոնական երաշխիք կամ 100,000 կիլոմետրի համար երաշխիք եւ վայելիր այս լյուքս դասի ստիլյաուն ինչ ստիլյաու Արտուր ջան խնդրում եմ ծանոթացրեք ձեր պատմությանը Մի անգամ խիստ նկատողություն եմ արել բարձրաստիճան պաշտոնյայի Պաշտոնյան պաշտոնը կասեք մի անգամ այս ձենով ճոգում ես ինչեր կանի ինքը Ներկա թե նախքին պաշտոնյա Նախքին այո Ովելի վտանգավոր բայց ներկայումս նախկինին թե նախկինում են ներկային Լավն է Նախկինում ներկա
Նախկինում հենց Այո, մեկա նախկինում Պաշտոնյային։ մեկա։ Ինքը գործող հրաբուխ էր։ Գործող հրաբուխ է, Ոչ պատկերացնում եք, քնած, ինչ ռիսկի եմ դիմել։ Ինչ նկատողություն չեմ հասկանում, օրինակ մի խոսամ։ Նկատողությունը այդ երեխեք հետ ցեղերի։ Հա, հաց ուտելուց մի Չէ, խոսամ։ օրինակ կա, չգիտեմ, լիքը պաշտոնյաներ, նախկին նախարարներ, որոնց ճանաչում ենք, բոլորս ենք ճանաչում, չգիտեմ։ Բայց եթե անուն իրոք, եթե անուն պետք չի տալ, անուն պետք չի։ Ոչ ես տալու անունը։ Իր անունը, չէ։ Չէ, մենք էլ չենք ուզում։ Չենք ուզում Իրա կողք ցավը ենք նստած, դու հեռու ես Պատմությունը նստած։ առանց անունի ում է պետք։ Ես պահանջում եմ որ Պահանջում ես Չէ, պահանջի, չէ, չասի։ ինձ հետաքրքիր Արա, չի է, ինչ ասելու։ նկատողություն։ լավ պաշտոնը գոնե ասել, Սուր է պաշտոն։ եղել նկատող, ինչ Ուրեմն, հա, վերաբերյալ է։ նկատողությունը Խնդրում եմ շատ պաշտոնը ասա եւ թիվը մենք հեսա կխփենք կտենանք ով էր։ Չէ, պաշտոնը ասա, որ իմանանք ում ես ասել, հետո մի արտագրեք է։ պաշտոնը Ոլորտը։ բան, այտենց էկոնոմիկայի։ Էկոնոմիկայի լավն է։ Էկոնոմիկայի, Ջեկոնոմիկայի։ Այո։ էկոնոմիկայի նախարար։ Այո։ Մի քիչ շեղենք։ Ջեկոնոմիկայի ջախարար։ Ջեկո, Որ հա։ չհասկանանք։ Ջեկոնոմիկայի Ջայաստանի Ջանդրապետության ջեկոնոմիկայի ջախարար։ Արթուր, ինչ նկատողություն ես արել։ Ուրեմն Ճպճպացնելով էր կողքը հաց ուտում։ Ինչ նկատողություն։ ավելի լուրջ։ Հա, դե ասա ավելի լուրջ։ Ուրեմն ես այտենց գտնվում էի եվրոպական երկրներից մեկում, Դա գաղտնիք չէ, կարող եք կոնկրետ ասել։ Լեհաստանում։ Ջլեհաստան։ Ու այնտեղ պետքա ելույթ ունենայի։ Ու ես ինֆորմացիա ունեի, որ ինքը եկել է այդտեղ, ինքը այդտեղ նստած հաց ա ուտում, ու չի տեղեկացրել իր վերադասին։ Բալա։ Ես էլ տենց, հա, տենց Ինքը չէր իրա վերադասը մի րոպե։ չէ, Իրանից վերադաս։ Նախարարի վերադաս կա լավ։ Ոչ պետքա զանգեր Պատկերացնեք, վարչապետին ով ասել կարա ես լինի գնամ Իրանից բարձր։ Ով կլինի Իրանից բարձր։ Ես կարող եմ ասել, ընկեր Արտուր, կարող եմ ասել, Այո։ ինձ թվում է նախարարի վերադասը կամ վարչապետն է կամ նախագահը երկրի։ Ճիշտ ասեցի։ Այո, ճիշտ ասեցիք, նախագահն էր։ Հա, ես ուզում Նախագահ- հասկանամ, բայց դա քո ինչ ֆունկցիան էր իրան նկատողություն անելու։ Ուրեմն ես ունեի, ասում եմ նորից, ունեի ինֆորմացիա, որ ինքը եկել է այդ երկիր, կոնկրետ այդ երկիր, առանց տեղյակ պահելու։ Հացուցել ինչ կապ ունի։ Ում տեղյակ Ինձ, ես- պահելու մի րոպե։ Ոչ թե ինձ, ես տես ուղղակի հումոր էի անում։ Հումոր, ես իրան հեսա ասեմ։ Լավ։ Արտուր ջան, պարզ Ասում եք արտերը։ Դուք կուլիսներում էիք։ Այո, լսեք։ Պատկերացրեք, Մի րոպե, այս մի վարակվի Լևի նայել է հետևից ձեր հետ։ իմ մոտ կա Հացերում։ միկրոֆոն, այնտեղ հաց ա ուտում։ Ես դες շատ ռիսկային քայլի դիմեցի ու նախագահներից մեկի ձայնով իրան հաթաթա տվեցի։ Բայց ես ուզում եմ լսեմ ոնց։ Եկեք բան անենք։ Պետրոսյան, ազգանունը սիմվոլիկ ասենք Պետրոսյան, որ Սիմվոլիկ Տեր Պետրոսյանն է։ Չէ, Պետրոսյան սիմվոլիկ ասենք նախարարի։ այո, նախարարին։ Նախարարը Պետրոսյան։ Նախարարը Պետրոսյան։ Նախարարը Պետրոսյան։ Նախարարը Պետրոսյան։ Սիմվոլիկ Պետրոսյան։ Նախագահն է սիմվոլիկ թող լինի։ Սարգսյան։ Ձայնել թող Բոլոր լինի համընկներները լրիվ պատահական։ Սերժ Սարգսյանի ձայնով։ Սիմվոլիկ բայց։ Այո, սիմվոլիկ։ Զուտ սիմվոլիկ ասես։ Մենք այսօր այստեղ Ինչպես։ Բայց լսեցիք նա ցետա ջան։ Բոլորի հետ, բոլորի հետ։ Պատկերացրեք Հա, մի հատ մարդը վարքան, նստած։ Ես կուտեմ հաց։ Մի րոպե ես հաց եմ ուտում եւ Պետրոսյանը ու հաց է ուտում թե փող։ Հացա ուտում։ Մի քիչ սոցիալական հումորը պետք է գա մեր հաղորդմանը։ Քաղաքական սոցիալական։ Այո։ Ուտումա ու կողքից ասենք սենց Պետրոսյան։ Որոր բայց ես ինֆակտը խփեր պատկերացնում։ Ինձ տեղեկացրել էին, որ դու գտնվում ես Բելգիայում։ Բայց ինչպես տեսնում եք, դու Լեհաստանում ես։ Եվ դա անարգանք է քո պաշտոնի եւ բոլորիս նկատմամբ։ Վեսելը Ու թավակի։ ես բանո Հետո տեսա որ աժոտաժա սկսե։ Սվարակույրը քաշեցի, տեսա ինքը վատացել է։ Լուրջ վատացել էր, ինչ էր վատացել։ Դե ինչն է վատանում։ Ճնշումը ընկել էր։
Ոչ իրոք բան է։ Մարիամի դեմքն է, ասեն ինքը մտել է ապրում ակցում է Պետրոսյանին։ Ես պատկասեմ, եթե իսկապես ինքը Հետո մտածել դե ես վազեցի, գնացի, ասեցի, որ ես եմ եղել ու թույլ կտակ հետ գնամ Հայաստան։ Բայց ինչ որ ասեք ես եմ ինքին դա որպես կատակ ընդունես թե։ Չէ, ինքը շատ ուրախացավ, որ ես եմ։ Բա ուտենց առանց կոնֆլիկտ իրարից հեռացա։ Շատ Բայց ինչքան ուրախ կլինի աննար ասեցի։ Շատ ուրախացավ։ Չէ, կարար թույլ չտար, որ իր հետ։ Շատ ուրախացա, որ կարա հաշիվը փակի, էլի։ Ինչ է կարծում ես պատմությունը, նախ ասեմ նմանակումը, բրավո, շատ նման էր Սերժ Սարգսյանին, իսկապես։ Ապրեն արդու։ Լավ նմանակում էր, կշփոթեիր հաստատ, մանավանդ եթե լիներ պաշտոնյա լարված, որ հանկարծ չի բանան Հայաստանում, վերադասը չիմանա, հաստատ սիրտդ կկանգներ։ Ես իրականում կուզեի մեր բոլոր նախագահների ձայնով խոսեիք, որ հավատայինք, որ նախագահն է եղել, ես մի տեսակ չգիտեմ վստահ։ Չի կարելի։ Պրոստը ներկա նախագահի ձայնը չի լսել, որ կանա նմանակել։ Որ լսած ունենք նմանակել։ Խոսում եմ ներկա նախագահի ձեր։ Ո՞վ է, ես չեմ ճանաչում։ Հենց հիմա խոսում եմ։ Լրուցողը։ Բայց նմանակումից հետո ոնց որ ինձ թվում է անդադար նմանակումով եք խոսում, ոչ թե սովորական ձայնով։ Հիմա որ սովորական բան ասած որ բամբ ձայնն է։ Որովհետեւ Ինչ է կարծում ես պատմությունը ճիշտ էր թե ճիշտ չէր։ Ես ավելի շատ հավատում եմ եւ հակված եմ կարծել, որ այս պատմությունը ճիշտ է։ Բարի։ Ես չգիտեմ։ Մրիո։ Շատ լավ։ Դա պարզապես։ Աղջի ինչ է քո անունը։ Մայրամ։ Սխալ ասում են, Մայրամ։ Մայրամ ջան։ Մայրամ, ասա Մայրամ։ Ասա Մայրամիկ ջան։ Այդ աղջիկա անունը Մայրամ չի, անգրագետն է։ Ինձ թվում է մեկը իմ հավատալ չհավատալուց մեկը ոնց որ ոչինչ չի փոխվելու, մենք հաղթել ենք։ Եկեք ես չհավատամ, դու հավատա։ Всё։ Արհամարական վերաբերում ամենակարևոր Դուք պահին։ եք որոշողը, պարոն Պապոյան։ Պարոն Պոպոյան, ես նույնիսկ ասեի, պարոն Պոպոյան։ Մի հատ ականջդ դրան։ Դեն հավատում եմ, որոշումը ձերն է։ Ես քեզ հետ համաձայն եմ, ես էլ հավատում եմ, որ այս պատմությունը ճիշտ էր։ սիրելի հայրենակիցներ, այս պատմությունը ճիշտ է։ Ակնհայտ ճիշտ պատմություն է, էլի։ Այո, իմ պատմությունն է։ Ինչ լավ է, որ ինչ չեք լսում։ Չեն կարող պատմությունը սուտ լինել։ Կամ պատմություններ, որ չեն կարող։ Այդ տիպի, հա, դու վարպետացած մի մասնիկը թողում ես, Իհարկե, շարունակում ես։ Դե բա կավիճ չեմ ծախսել։ Ալարեց 3 սանտիմետր ավել ձեռքը սենց անի։ Մարիամ ջան, դուք եք։ Ուրեմն մի անգամ Թայլանդում կանխիկ չունենալու պատճառով մի բաժակ կոկոսի հյութը փոխանակել եմ ինձ հետ 1 ժամ ձեռքի բռնած քայլելու հետ։ Մի հատ ուզեմ ասեմ, ինքը հենց Թայլանդի բնակիչ էր։ Չէ, անգլիացի էր, բայց Թայլանդում կոկոս էր։ Անգլիացի ազնվական ընտանիքից պրինց էր։ Ուղղակի Այնց անունը Չարլզ է, որ Չարլզ է։ Բարզոտ։ եկեք պատմեմ, ուրեմն մենք հանգստանում էինք նույն հյուրանոցում, բայց քանի որ ես ինձ մոտ կանխիկ գումար չունեի, Անունը կասես, որ ուղղակի Վահաներ անունը։ Անունը։ Վահաներ Անունը։ անկեղծ Հյուրանոցի թե բանի անգլիանոցի։ չունեի այդ պահին կանխիկ գումար ինձ մոտ, իսկ մենք հենց այդ ափում չէինք։ Մենք փխիփխիում էինք ու այդ ափում չլինելու պատճառով փխիփխի։ Խիփխին հիվանդություն է, էլի։ Գոդորը վատ է։ Ու քանի որ ինձ մոտ կանխիկ գումար չկա, ես երբեք կանխիկ գումարով չեմ ճանապարհորդում, դա իմ միակ սխալն է։ Ես վախենում եմ, որ եթե Դե քանի ձեր բռները կան, կարաս։ Չէ, իրականում ես կանխիկ երկրներ գումարով ընդունում են այդ բանը։ կանխիկ գումար կատեգորիկ չեմ սիրում, չգիտեմ, չեմ Ինքը սիրում։ փողը եզուտ կեղտոտ է դրա համար, նախադրում ես շատ եմ ուրիշի ծախսում, երբ որ կեղտոտ։ կանխիկ է գումարը ինձ մոտ լինում։ Ուրեմն ես քեզ ասեմ, դա Հենց ավելի թյուր շատ է իհարկե քարտերով ավելի շատ։ Վախենում սեփական օրինակով եմ ասում։ Լավ, հետո։ Դու եւ մնացած բոլոր աշխարհի մարդիկ։ Լավ, հետո։ Դե չգիտեմ ես։ Ու խոսքով, քանի որ այդտեղ էինք, ես հյութ էի ուզում խմեի, հեռախոսիս մարդկոցը նստել էր ու բնականաբար քարտել չունեմ ինձ մոտ։ Այդ տղային խնդրեց, ոչ թե խնդրեցինք, հասկացավ, չենք հասկացա, որ գումար չունեմ այդ պահին։ Հետո ամբողջ ընթացքում իհարկե ձեռքի բռնած չենք եղել այդպես, այլ մի քիչ էսպես։ Մի հատ հաց։ Լավ, ձեր բռնած ունեք, շատ ավելի մտերիմ բան է։ Ես կտամ, բայց ձեր բռնած։ Ոնց ասեց անգլերեն։ No, տենց չի եղել։ Buy cocos, մի րոպե, I buy cocos Jew, No. but before I am and ոնց։ Ասեմ շատ լավ անգլերեն էր խոսում։ Դե պարզ է, անգլիացի է, դա էլ մնում անգլերեն չի խոսում։ Չէ, ասեց
ոնց որ վճարեց, քանի որ մենք մի տուրով էինք գնացել, բայց ինքը մեր հյուրանոցից չէր, մեզնից։ Ախ, այդ տղեն վճարեց, ես գիտեմ վաճառողն է կոկոս, դե ձեր բռնած վճարեց։ Հա, դե իմ համար էլ են արել։ Ժեստը, որ այդ պահին տվեց ինձ, վերցրեցի, խմեցի, ու սենց հետո որ մենք մեկը շարունակելու էինք, սենց ժեստ արեց, ու ոնց որ ստացվեց, որ դրա դիմաց ես սենց Hey, that's great. Այդ եկավանա փոխության մեջ։ Այդ ոչ թե դու դրա դիմաց աղել, այլ ինքը ջենտլմեն ա գտնվել, դու էլ ընդունել ես իր ջենտլմենությունը։ Բայց հետաքրքիր իմանանք էլի, այսինքն մենք թևս մտես դի կոկոսից Բայց հետո որ եկել եմ աղբորս չէի կարող, աբուլին չէի կարող։ Կոկոսով գամ, այսինքն։ Իհարկե 100% ես աղբորոդ կողմից եմ, ասեմ ինչի։ Ես աբուլին չէի կարող։ Ես մեռնեմ աղբորոդ կյանքին, որովհետև նայ, ասեմ խիերքով։ Ես օրինակ, գիտեք ինչ հետաքրքիր է, օտարերկրացի անգլիացիներին պատրաստ եք թևանցուկ 1 ժամ գնաք։ Սևանում նա ծովագյուղցի տղա է դի նվիրել քեզ։ Թևը կմտներ մի ժամ։ Ես բոլորի միշտ օգնությունը շատ սիրով ընդունում եմ։ Չէ, թևը կմտներ ման կգայ։ Չէ, թևը մտած կգնայի ծովը։ Թե անպայմանա պետքա լիներ ինքը անգլիացի, բա մեր հայ տղերքը, ասա։ Դատարկ թևերով քայլում են։ Իհարկե, մեր ասա լքված հայ տղաները, այսպես Մի բան ասեմ, տղաները վախենում են, երբեք էլ նման ժեստ չեն անում, չեն արեն, հայ տղա, ոչ մի հայ տղա նման ժեստ չէ, տղաները ինքնից վախենում են, անկեղծ եմ ասում, մի վախեցեք ինձ։ Ինչ ես մտածում։ Ես մտածում եմ, որ պատմությունը ճիշտ է։ Ճիշտ է, ես էլ եմ մտածում ճիշտ է, թեկուզ մի քիչ որպես հայ տղա ինձ համարում եմ մի քիչ հայ տղաների անուններից խոսեմ։ Ես կոկոսով կգամ մյուս հաղորդում։ Մարիամ ջան, մենք ասում ենք։ Ես մտածում եմ աբուլի ինչա։ Աբուլի ցավը տանեմ, Աբուլ ջան, մատ կզանգես, մեզ ջոգենք, էլի մենք կգնանք այդ անգլիացու ոտերը կփշրենք։ Հայ տղաները այսպես դատարկ ձեռներով եմ այսպես։ Մտնեք թևերը քայլեք։ Լուրջ եմ ասում, ժողովուրդ, հայ տղաները վախենում են։ Մենք ասում ենք այս պատմությունը ճիշտ է, չկա։ Ճիշտ է, ոչ մեկ չի վախում, ճիշտ է։ Հա դե մեկը բան չի փոխվելու։ Արա սուտ արա։ Արա ներներ ջանի տարա, ապրես։ Հայլանդում ես չեմ եղել երբեք։ Մեր գործընկերն է D-Energy ընկերությունը, որը Տոդ բրենդի նորաձև վարդակների եւ անջատիչների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ոչ, որակ եւ հուսալիություն յուրաքանչյուր մանրուքում համոզվելու եւ գները ճշտելու եւ ընդհանրապես վայելելու է ապրանքը կարող եք գնալ Վարդանանց 28։ Նրանք ունեն նաեւ կայք Մի բան պարանից ընկավ, AM կայքը եւ ես ուզում եմ իմ թիմակիցներին եւ նաեւ քո թիմակիցներին առաջարկել 20%-անոց զեղչի քարտեր։ Արտուր ջան, սա կարող եք վերցնել, հա, հիացած։ Ոնց որ վարդակի կարիք կար, ես դողալով, չէ։ Սավը տանեմ 20%-անոց զեղչի քարտ Արամ ջան, ես գիտեմ դու բնակարան ես նոր գնել եւ պետք է վերանորոգես։ Կատենց բան, անպայման խնդրում եմ, եթե կատենց բան, ես քեզ եւս 1 հատ եմ ուզում տալ։ Միանգամից 4 հատ բեր։ Ես քեզ 2 հատ եմ ուզում տալ, 20-20 գումարած իրար, ճիշտ է, էլի 20 ա անում։ Զեղչի դեպքում չի գումարում եւ դառնում 40։ Բայց կարող եք մոտենալ խանութսրա, ասել Ռոբուլիկ պրոմոկոդը եւ դա կդառնա 30։ Բայց այո, ճիշտ է ասում, լույս Ռոբուլիկ։ Անպայման կմոտենակ եւ Ռոբուլիկ պրոմոկոդը, բայց դու չես կարա մոտիկ չես։ Մի խոսքով Ռոբուլիկ պրոմոկոդով կարող եք այո մոտենալ եւ 30% կդառնա։ Ռոբուլիկ։ Դե ինչ ժամանակն է, որպեսզի այստեղ հրավիրենք կասկածելի հյուրին։ Բայց միջև կասկածելի հյուրին հրավիրելը կարող է ես ծանոթացնեմ կանոնների հետ, մարդ կա կարող է չգիտի։ Այդ մարդ հասած իմ թիմից չի, բայց խնդրեմ։ Իմ թիմից էլ չի, բայց քանի որ մեզ նայում են բազմա հազարավոր հեռուստա եւ YouTube դիտորդներ, միգուցե ասենք նրանց։ Լավ դե ասա սպանիր։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ, կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Մենք պետք է հարցերի միջոցով պարզենք, թե ով է եւ ում մոտ է եկել կամ չի եկել կասկածելի հյուրը։ Ճիշտ պատասխանը 3 միավոր է։ Մենք գոնե մի հատ ոչ ոքի քերենք, գնանք տնենք էլի։ Ես համաձայն եմ։ Համաձայն ես։ Եկեք դիմավորենք կասկածելի հյուրին։ Սա այս ինչ տրամադրվածություններ ընկերներ։ Աղմուկ աղաղակների ներքո, օմաչաների ներքո, հրավիրենք կասկածելի հյուրին։ Սեդա ջան, խնդրում եմ։ Ռիտան իմ ընկերուհին է, ես 3 օր նրա փոխարեն ապրել եմ նրանց տանը ու նրա ընտանիքը չի հասկացել։
Հասկացա։ Ռիման է։ Ես դրան չեմ ճանաչում, բայց նա իմ մոտ է եկել։ Մարիամ։ Ռիմանա, Այո։ դրա խնդրանքով ես ստիպել եմ մի տղայի սիրահարվել ինձ, որ Ռիմային հանգիստ թողնի։ Հասկացա։ Սեթեջը դուք ասացիք Ռիտա։ Ես լարված էի։ Այո։ Մենք երկուսն էլ ենք լարված, իրականում գոհար։ Իմ պատմությունները Վահանի Հասկացա։ Հիմա Ռիմա, այսինքն Ռիտա չէ, Ռիմա։ Այո։ Ռիմանը դուք ապրել եք Ռիմային ստանը, Այն ընթացքում, երբ որ իմ տանը մարդիկ էին ապրում։ այսինքն Ռիմային տանն եք ապրել, դուք եւ նրա տանեցիները չեն հասկացել, որ Ռիման չէ։ Այո։ Ոնց չեն հասկացել, որովհետեւ դες նմանություն է, եթե նույնիսկ մի քիչ լիներ, բայց մայրը եւ հայրը իրենց զավակի։ Դրանով չեմ կարծում, որ դուրս տնեք իրար դիմաց ու տնեցիք չեն հասկացել։ Ոնց է։ Իշորնիդով խուսանավել ես։ Այո, իրականում իմ մոտ շատ դեպրեսիվ շրջան էր։ Ես որոշել էի մի քանի օր տեղափոխվեի այդ իմ տնից իրենց տուն։ Եվ այդ ընթացքում ես շատ դեպրեսիվ սենյակում փակված հիմնականում չէի շփվում իր ծնողների հետ, ոնց որ ավելի շատ պարկած էի լինում, գնում էի ոնց որ բաղնիկ հետ էի վերադառնում եւ շատ կոնտակտ չէր լինում, եւ այդ ընթացքում խնդրում էի ինձ ուտելիք էին բերում, իմանալով որ ես Ռիման եմ։ Ոնց էր խնդրում։ Բայց իր մայրիկից, Հա, անունը ոնց էր մայրիկի ուզում։ Գան եմ։ Գանեցա, ինչը, գանեցա չէ, մամ երևի։ մամ, հարցրեցի, Մամի դուտերիկ բե, այդպես զազված իր Ռիմա ջան։ Հա, բերում է իրականում ընդհանրապես չեմ տարբերում։ Արդեն ոնց որ ասում էր չի կարելի շատ չուտել։ Մի քանի օր արդեն սոված ես կարելի է ուտել եւ ես Քանի օր եք մնացել սենյակում։ 3 Իսկ ինքը ոնց էր, ինքը master bedroom էր, լոգարանը եւ լոգարանը ուներ։ Առանձնացված էր, ես դուրս էի գալիս։ Բայց որ տեսնեմ, մի բե դուրս գալը ոնց էր։ Այն պայնի գիժերներն էին դուրս գալիս։ Չէ, բայց լավ, ոնց էիք լոգարանը։ Դիմացկուն է մարդը։ Չէ, մի վարքա, սանանգույց։ Դե որ չէի ուտում խմում։ Իմաստ էլ չկար։ Իմաստ չկար գնալ։ Հիմա մի հատ էլ հարցնենք, փորձենք հասկանանք։ Դուք իրար որտեղից եք ճանաչում։ Ես տարբեր ծրագրերի եմ։ Ասա ինչ։ Ես տարբեր ծրագրերի եմ միշտ մասնակցել, ՀԿ-ների կազմակերպած էլի փոխանակման ծրագրերի եւ Հայաստան եւ Հայաստանից։ Եվ իրան փոխանակել է Ռիմայի։ Exchange են արել։ Այդ ընթացքում մենք միասին մասնակցում էինք ծրագրերից մեկին, որտեղ մտերմացել էինք։ Կարող եմ ասել տարիքային տարբերություն ոնց որ մի քիչ կա։ Դե հիմա ով չունի տարիքային տարբերություն իրենք։ Այսօրությամբ ով չունի, դա այն ժամանակները չէ, որ բոլորը մի տարիք էին։ Մի խոսքով պատմությունը հասկացանք, ինչ որ մի քիչ շատ անհավանական պատմություն է։ Բան վագից հետո սա շատ նորմալ։ Շատ նորմալ։ Գարիկ ջան, Ռիման չես ճանաչում նրան, բայց եկել է քեզ մոտ, այ պատմի։ Հարց չեմ տալիս, պատմի։ Ռիման մոտեցավ ինձ այս վերջերս։ Ես ասի բարև։ Ասեց, ես ձեզ ոնց կարամ կաշառեմ, որ գամ ձեր հաղորդմանը հյուր կասկածելի։ Հենց կաշառել բառն օգտագործել։ Հենց կաշառեմ բառը, որ երևի ուշադրություն գրավի, ու իրանք շատ որ էին, ես չէի կարծում ժպտայի անցնել, ոնց որ զգացի, որ իրանք ոնց որ ինչ որ մի տենց ծիծաղալու պատասխան են սպասում, էլ երևի դրա համար են մոտեցել։ Ես էլ ասեցի, եթե դիտել եք մեր հաղորդումը, Ռոբը պարզ ասել է, որ կաշառքին դեմ է ինքը։ Հիմա էլ եմ ասում։ Ու Եթե դու կաշառքով եկել ես, ինքը ու դա չի կարա լինի։ Ինքն էլ ասեց, բայց Ռոբը 10,000 դրամով բերել է իր ընկերոջ երեխային ու մնացած Բայց ինքը քո ընկերոջ իր ընկերուհիները։ Բայց ինքը քո ընկերոջ։ Ես չեմ ճանաչում, կարող ընկերոջ երեխան է։ Հետո Ինչ գիտես։ Ով ասած կարա լինի, մենք չենք ճանաչում։ Կարող է բարեկամ ենք, կարող է չճանաչենք։ Կարող լավ, ամեն դեպքում։ Ու ինքը որ այդ ասեց, ոնց որ փաստի առաջ ինձ կանգնացեց, որտեղ ընկերուհիներն այտենց ցած ճնշումով բոլորը, հա, բա Ռոբը վերել է, ուրեմն դու էլ սենց ոնց որ չկարողացա դիմադրեմ, ուզում էի քեզ պաշտպանել, բայց նենց բան ես արել, ոնց որ Պանդորայի արկղը բացել ես, ու ես էլ ասի, հա, ասեցի իհարկե, ասի կանեմ, ինչքան կարակ տակ, ասեց հեսաբան սենց ճիշտ ասած 300 300 դրամ։ 300 դրամ հավաքեցին, պարտ քարեցին կողքի մի հատ տղայից բան, Այսինքն տվեցին։ իմ նույն պատմության 300 դրամովն ասա։ Արա, հա, որտեվ ես կմից ուզում եի հրաժարվեի, ասեի դեսի Ռոբի պատմությունը, հետո ասեի դե լավ, ընտանիք եմ պահում վերջը, փորս կծակի 300 դրամ է այսօրվա դրությամբ։ Վերցրեցի, ասեցի Ռիմա ջան, արի ցավտեմ, օր տղեկին ասի, բադ խնդրեմ կոնտրակտները վերցեք։ Մատ կանչեք ասեցի։ Բա ասեց ով ապար չեմ ճանաչում, ես չեմ ճանաչում։ Ու դու ինձ մեղադրում էիր 10,000 դրամով։ Չէ, ես ոնց որ հիմա բալանսի բերեցի, որ փակենք էլի այս թեման վերջ։ Չենք փակում, դու շատ էժանով ես, լուրջ եմ ասում ես։ Որովհետև դու Ես գին գցում, կոնկուրենցիա չեմ դիմանում կոնկուրենցիային, որովհետև ես իմ քայլն եմ անում, ես ուզում եմ այս շուկայում դիրքավորվեմ,
10,000-ը բարձր թվա, ոչ մեկ չի գալիս։ Հասկացա, բայց դա քանի որ ես ուզում եի էքսկլյուզիվ լիներ, միակը լիներ, դու հիմա ոնց որ էքսկլյուզիվությունը կոտրում ես։ Հա, բայց ինքը Հերմեսի, սա այստեղ կանգնել է Հերմեսի Բիրկին պայուսակների նման բան է, իհարկե սա Բիրկին է։ Ես բրենդը չեմ ակնած, բրենդավիկ չեմ։ Ես Բիրկինը, Ջեյն Բիրկինը իզուր չի մահացել այդ պայուսակի համար։ Լավ, ուրիշ տեղ մտանք։ Մարիամ ջան, մատ կասեք դուք առանց կարդալու։ Ռիմուլը տատիկենցս ու մեր տունը կողքի շենքի է ու Շենքի է։ կողքի ենք ապրում, տատիկիս տունը ու մեր տունը։ Տատիկենցս մեջտեղի 3 մուտքանի է շենքը, մեջտեղի մուտքում են իրանք ապրում 4-րդ հարկում։ Ինքը սովորում է ինֆորմատիկայի քոլեջում ու իրանց քոլեջից ինֆորմատիկայի ինստիտուտը, չգիտեմ, քոլեջը, հա, ու իրանց հակառակ կուրսից մեկը սիրահարվել է Ռիմային ու անընդհատ գալիս էր Բաք ու այդպես որ ես ու Ռիմունն էլ մտերիմ ենք եղել ոնց որ Բաքում ես շատ մտերիմ ընկերուհիներ չեմ ունեցել իրար հետ պայմանավորվեցինք, որ այնպես անեմ, որ ես այդ տղային շեղեմ Ռիմայից, որ Ռիմային հանգիստ թողեմ։ Այսինքն այնպիսի բաներ անես, պոդկասթներ անես, որ տղան Չէ, որ գալիս էր Բակ, իջնում էի, ես իբր խանութից բան էի։ Բայց ոնց է իրան, մոդակ ավելի ինչ որ տենց ոնց ես մատ հասկանում, տենց ակնոցը։ Մազերը սենց էր անում, էլի, դանդաղ։ Չէ։ Արի, Նախ տատիկենց տուն էի գնում, ընդհանրապես կողքի շենք, ես տատիկիս հետո դրանից հետո նոր սկսել եմ տատիկիս հետ ապրել ես շատ երկար։ Անընդհատ պատուանից նայում էի, իջնում էի, իբր գնում էի Ռիմուլենց տուն, հետո գնում էի Ռիմուլենց տուն, ասում էի ինչ եմ Բաքում, տեսա այնտեղ չի բիսեդկայում չի։ Բա ոնց է շեղում վերջ, այդ շեղումը պահը չտեսանք։ Իրեն սիրա հետող տղային ոնց է շեղել։ Այդ ոնց որ ստացվեց։ Անգում է Ռիմուլի դեմը, բասի։ Ինչպես։ Դե ոնց որ ստացվեց։ Ինչ է նշանակում։ Դե հիմա գնալ, գալով, նայելով, հայացք նետելով։ Հետո հասկացա, որ հետո Իմպուլսները են սենց բաց թողում, դու չես հասկանում ոնց Իմպուլսները Դելֆին է, ինչ է։ Իմպուլսները ուլտրաձայնային բաներ է բաց թողում։ Չէ, հետո Facebook-ով friend request ուղարկեց։ Հետո տես այդ տղեն սենց գնում, հա։ Ոնց է տղային գերել, ոնց է տղային։ Հետո friend request ուղարկել։ Friend request ես ուղարկել, հետո։ Չէ, ես չեմ ուղարկել։ Ինքը։ Հա, ինքն է։ Չէ, բայց դու ինչ ես արել, որ ինքը թույլ է տվել։ Նկատելի եմ դարձել իր համար։ Չէ, դեռ քայլել եմ անընդհատ Բաքում տեսել։ Արամ ջան, կարծում ես ում հետ կապ ունի 3-ից կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Ես մտածում եմ կարա կապ ունենա Գարիկի հետ։ Գարիկի հետ։ Արտուր ջան, Ես մտածում եմ կրվելնա կրվելը ոչ մեկի հետ կապ չունի։ հասկացա։ Բայց թվում է չէ կապ չունի, ինձ թվում է։ Ինչա։ Անկեղծ Կապ չունի ոչ մեկի հետ, Գարիկի հետ։ Ես Արամի հետ համաձայն եմ, բնավ Սեդայի հետ կապ չունի։ Գարիկի մոտ է եկել Ռիման։ Այդ 300 ժամը կտաս էլի, բայց գա վերջը որ ճիշտ լինի։ Անպայման ես պահել եմ ու տալու եմ։ Սեդա ջան, խնդրում եմ, ոյ Սեդա ջան, ներողություն։ Ռիմա ջան, խնդրում եմ ճիշտ պատմությունը ում մոտ ես դու եկել։ Խոսքս ուղղում եմ բոլոր երազողներին, երազեք եւ Գարիկի նման բարի մարդը Բեր 300 բեր։ կուղարկվի Աստծո կողմից եւ ձեր երազանքները կկատարի։ 300 դրամ, Այո, որովհետեւ գումարը ինձ համար կարևոր չէ։ Սիմվոլիկ ես դա վերցեցի, բայց ես ուզեցա Ռիմայի երազանք իրականանա եւ ասեմ ավելին։ Ռիման պատտվեց եւ իմ ընկերոջից խնդրեց այդ 300 դրամ։ Ռիմա ջան, շնորհակալություն, որ Վանաձորից եկար, մասնակցեցիր մեր հաղորդմանը։ Բոլորին բարևներ։ Գարիկ ջան, մի հատ 3 միավոր մենք սիրո։ Սա հաղթանակի արժանի ոչ ոքի է։ Այո, ես ուզում ասել շնորհակալություն մեր հյուրերին, ովքեր այսօրեկան մեզ հետ խաղացին, շնորհակալություն հանդիսատեսին, ով այստեղ էր ծափարություններով եւ ծիծաղներով մասնակցություններ ապահովում եւ սիրելի հեռուստադիտողներ, YouTube-ում դիտողներ, ամենտեղ դիտողներ, շնորհակալություն, որ կասկածելի երեկոն դիտեցիք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։